Չինական ավտոհսկա BYD-ն գերազանցել է Տեսլային եւ 2025 թվականին դարձել էլեկտրական մեքենաների առաջատար վաճառողն աշխարհում։ Հաստատել են երկու ընկերությունների հրապարակած նոր տվյալները։ BYD-ն վաճառել է 2.26 միլիոն էլեկտրական մեքենա, ինչը գրեթե 28%-ով ավելի է, քան 2024 թվականին։ Միևնույն ժամանակ Տեսլան հայտարարել է վաճառքի անկման երկրորդ տարվա մասին։ Մատակարարումները նվազել են 8.6%-ով, հասնելով ընդամենը 1.6 միլիոնի, ինչը ընկերության պատմության մեջ ամենամեծ տարեկան անկումն է։ Չինական ավտոարտադրողը մեծ առաջընթաց է ապրել 2011 թվականից ի վեր, երբ Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասկը Bloomberg-ին տված հարցազրույցում BYD-ն անվանել էր մրցակից։ Մասկը նշել էր, որ չի կարծում, թե նրանք ունեն հրաշալի արտադրանք եւ հավելել, որ իրենց ուշադրության կենտրոնում պետք է լինի համոզելը, որ չեն մահանա Չինաստանում։ Ավելի քան մեկ տասնամյակ անց 2025 թվականին BYD-ն գերազանցում է Տեսլային վաճառքի ծավալներով, չնայած նրա էլեկտրական մեքենաները մանրածախ վաճառքի համար հասանելի չէին Միացյալ Նահանգներում, մինչդեռ Չինաստանը մնում է Տեսլայի հիմնական շուկան։